Անհանգստությամբ, զայրույթով, ցավով են հետևում հայրենիքից եկող լուրերին Հայաստանում գտնվող իրանցիները։ Շատերն արդեն մի քանի ժամ է տեղեկություն չունեն հարազատներից։ Իսկ լրահոսում ամեն վայրկյան սիրտ մաշող կադրեր են հայտնվում հայրենի քաղաքներից։ Մեր ընտանիքները, սիրելիները, հարազատները բոլորը Իրանում են։ Շատ ցավալի է տեսնել հայրենիքդ այսպես վտանգված ու ճնշված։ Հատկապես երբ օտարության մեջ ես, լսում ես ինչ է կատարվում այնտեղ, բայց ոչինչ չես կարող անել։ Ձեռքերն ու ոտքերը կարծես կապված լինեն, չեն կարողանում խոսել հարազատների, ընկերների հետ։ Իրանում ինտերնետը մի քանի ժամ է անջատված է։ Ոչ մի լուր Իրանից, միայն հույսեր կարող ենք փայփայել, որ ամեն ինչ լավ կավարտվի։ Երեք գիշեր եմ խոսել ընտանիքիս անդամների հետ, այսօր առավոտյան պատերազմն արդեն սկսվեց ու այլևս ոչ մի տեղեկություն։ Հույս ունեմ ընտանիքիս անդամները ողջ առողջ են, հայրենակիցներս նույնպես։ Իսրայելական հարվածներից հետո ինտերնետն անջատվել է Իրանում։ Կապ չեմ կարողանում հաստատել որևէ մեկի հետ, չգիտեմ հիմա ինչ է կատարվում այնտեղ։ Երևանի փողոցներում զայրույթով լցված իրանցիներ կան շատ։ Ոմանք պատերազմի համար մեղադրում են ոչ միայն Միացյալ Նահանգներին, Իսրայելին, այլև հենց իրենց ղեկավարներին։ Միլիոնավոր իրանցիներ են լքել իրենց երկիրը կառավարության սխալների պատճառով։ Նրանք չեն հետաքրքրվում երկրի ժողովրդի վիճակով, սարսափելի է։ Երևանում հաստատված շատ իրանցիներ հրաժարվում են տեսախցիկի առաջ խոսել, ձեռքով փակում են, ոչ թե որովհետև ասելիք չունեն, այլ զգուշություն են դրսևորում։ Ես չեմ սիրում Իրանի ներկայիս ռեժիմը, հիմա ապրում եմ Հայաստանում։ Պատրաստվում եք միշտ այստեղ ապրել։ Իսկ ինչ անեմ, ես քրիստոնյա եմ եւ չեմ ուզում վերադառնալ Իրան, սա իմ որոշումն է։ Հայլուրի զրուցակիցների մեծ մասը սակայն վստահություն է հայտնում, որ իրանցիները կրկին ազգային միասնություն կդրսևորեն։ Նրանք չեն կորցնում հավատը իրանական բանակի հանդեպ։ Ասում են այնտեղ հայրենիքում առյուծներ են կռվում։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։